Արեգ Կարապետյանը ասում է, որ Հայաստանին պետք է կուշտ առաջնորդ։ Եվ ըստ իրեն Սամվել Կարապետյանը կուշտ է, այդ տրամաբանությունով ինքը Հայաստանից որևէ բան չի ուզում։ Ես ուղղակի հիշում եմ այս նույն խոսքերը, հարգելի հայրենակիցներ, Բիձինա Իվանիշվիլի կողմից։ Ռուս օլիգարխ, որը Վրաստանը զավթել է, դարձրել է իր սեփականությունը։ Եվ թե ինչպես կուշտ օլիգարխը հայտնվեց, որ ամենասովածն է, եւ թե ինչ արեց վրացական պետության հետ, դա իհարկե փաստ է արդեն, որովհետեւ անցել է 13 տարի եւ Իվանիշվիլին Վրաստանի ամեն ինչը դարձրեց իր սեփականություն։ Կուզեիք ունենալ անձնական պետություն, օլիգարխը այսօր ունի Վրաստանը, իր հողերը, ջրերը, հոսանքը, հիդրոէլեկտրակայանները, տրանզիտը, հնարավորությունները, ճանապարհները, ամեն ինչ այսօր պատկանում է ոչ թե վրացական պետությանը, ոչ թե վարչապետին, որին Իվանիշվիլին փոխում է երբ ուզի, ոնց ուզի, առանց որևէ օրենք եւ սահմանափակում, զուգահեռ դրա հայտնվեց, որ ինքը կուշտ չի, որովհետեւ պատժամիջոցների պատճառով իր գրպանները, ինչպես վարչապետը ասաց, թեթևացել են, բայց նկատի չուներ իհարկե Իվանիշվիլուն, նկատի ուներ Սամվել Կարապետյանին, բայց նույն բանն է տեղի ունեցել Իվանիշվիլու հետ։ Իր գրպանները թեթևացել են եւ հիմա վրացական պետությունում խոսքին Իվանիշվիլին որոշում է կայացրել եւ երկու քաղաք է կառուցելու, ոչ թե ինքը, այլ արաբական էմիրությունները, որոնց ինքը, այսինքն Վրաստանի պետությունը, անվճար փաստացի հող է փոխանցում։ Եվ այդ հողի վրա կառուցվելու է Թբիլիսի եւ Բաթումի մոտ քաղաքներ, որոնք վաճառվելու են եւ ի վերջո այդտեղ ապրելու են արտասահմանցիք։ Եվ դրանով փաստացի Վրաստանը որևէ օգուտ չի ստանում։ Սա ոչ բարձր տեխնոլոգիական չիպերի ներդրումներ են, սա ոչ իհարկե այնպիսի լոգիստիկ կապերն են, որը պետությունին է պատկանում, այլ նույնիսկ կան խոսակցություններ այստեղ, որ ոսկե հանքերից սկսած, հիդրոէլեկտրակայաններից ավարտված եւ նույնիսկ վրացական երկաթուղին ոչ ուղիղ ճանապարհներով իրեն են պատկանում։ Այսինքն Նարեկ Կարապետյանի ասածը եւ Կարապետյանի գլխավոր թեզը կուշտ լինելու տրամաբանությունում իմ համար ակնհայտ է, որ սա ամենավտանգավոր թեզերից մեկն է։ Իրականում պետությունը սեփականություն դարձնելու, իր բիզնեսը ընդլայնելու եւ ամբողջ Հայաստանը բիզնես դարձնելու, իսկ քաղաքական առումով Հայաստանը օտար պետությանը Ռուսաստանի վերահսկողության տակ հանձնելու, վերադարձնելու օրակարգ է։ Դա է արել Բիձինա Իվանիշվիլին։ Իվանիշվիլին Վրաստանի պետական շահերը հանձնեց Ռուսաստանին, իսկ Ռուսաստանը իրան, ինչպես հիշում եք Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի ժամանակները, իրան տալիս է լեգիտիմություն այստեղ նրա համար, որ ինքը կառավարի եւ հավաքի հարկեր, օգտագործի բյուջեն, $1 գնի այստեղ տարածքներ, այդ տարածքներում կառուցի հյուրանոցներ, Թբիլիսիում եւ ուրիշ վայրերում նաեւ եւ վաճառի այդ հյուրանոցները $100 միլիոն։ Դա է անում Իվանիշվիլին, դա է տեղի ունենում հենց հիմա եւ Հայաստանը իհարկե կարող է եւ հայկական մամուլը նաեւ կարող է հեշտությամբ ստուգել բոլորի խոսքերը եւ սա փաստ է ուղղակի։ Այսինքն Կարապետյանների ասածը վտանգավոր է, որովհետեւ իրանք կարող են Հայաստանը այսօր ինքնիշխան դառնալու ճանապարհից դարձնել սեփականություն։ Բայց նույն Սամվել Կարապետյանը մենք տեսնում ենք, որ չնայած նրա, որ սահմանափակումներ կարծես չկա արդեն դատարանի կողմից, չի խոսում անձամբ, այլ խոսում է արհեստական բանականության միջոցով։ Սա շատ վտանգավոր է, հարգելի հայրենակիցներ, որովհետև եթե Վրաստանում Բիձինա Իվանիշվիլին վարչապետներ է նշանակում եւ մենք տիկնիկների հետ գործ ունենք, որոնք իրանք չեն կատարում որոշումները եւ չեն կայացնում այդ որոշումները, այլ Իվանիշվիլին, որը չի երևում, որին դուք երբեք չեք հանդիպի եւ որը տարիներ է հարցազրույց նույնիսկ չի տալի, եւ սա կտրուկ տարբերվում է նրա հետ, որ դուք կարող եք վարչապետին, եթե շատ ուզեք, մոտակա օրերի ընթացքում նույնիսկ հանդիպեք կամ նույնիսկ քաղաքի փողոցում կամ սրճարանում տեսնեք, ապա նույն տրամաբանությունով պետք է ասել, որ Իվանիշվիլի հետ հանդիպելը փաստացի անհնար է, բայց բացի դրանից Իվանիշվիլի գաղափարները եւ մոտեցումները դարել են վտանգավոր, որովհետեւ ինքը չի երևում։ Իսկ Սամվել Կարապետյանը այսօր 2026 թվականին արդեն կարող է լրիվ ուրիշ մոտեցումով կառավարի Հայաստանը։ Եվ այստեղ ես ուզում եմ, որ դուք բոլորդ լինել շատ ուշադիր։
մենք կարող ենք կանգնել իրական վտանգի առջև, որ Սամվել Կարապետյանի փոխարեն, եթե ինքը կարողանա դառնալ որևէ ձև վարչապետ, արհեստական բանականությունը կառավարի հայ ազգը եւ Հայաստանը։ Այո, Սամվել Կարապետյանը կլինի ուղղակի երես, որը այլևս ոչ էլ կերևա, ոչ էլ կունենա անհրաժեշտություն մեր հետ կամ ձեր հետ կամ որևէ մեկի հետ հանդիպելու, որոշումները կկայացվեն KGB-ի կողմից իր միջոցով, ինքը կստորագրի, իսկ իրա փոխարեն հանրության հետ կխոսի արհեստական բանականությունը։ Իվանիշվիլին մոտ է այդ գաղափարին, բայց արհեստական բանականության փոխարեն օգտագործում է իր դրածո վարչապետներին։ Սա նաև կարող լինի տարբերակ եւ Հայաստանում կարող ձևավորվի դրածո վարչապետների այսպիսի ձևաչափ։ Սա վտանգավոր է։ Սա պետության զավթման մասին է եւ վարչապետը իր ասուլիսի ժամանակ ասեց զավթման մասին, ասեց, որ թույլ չի տա օլիգարխը զավթի պետությունը։ Գիտեք, ես լինելով Վրաստանից եւ գտնվելով Թբիլիսիում, բայց հաճախ նաեւ գտնվելով Երևանում, ուղիղ ասում եմ ձեզ, այսօր Վրաստանը զավթված է օլիգարխի կողմից։ Եվ վարչապետի խոսքերը ուղղակի հնարավոր վտանգի մասին չեն, հավանական վտանգի մասին են։ Ավելի ճիշտ ուղիղ ասեմ, կոնկրետ վտանգի մասին են։ Եվ հայ հանրությունը պետք է համախմբվի այս պահին պետականության շուրջ։ Այդ թվում իմ առաքելությունը այսօր ես պատկերացնում եմ նրանում, որ ձեզ բոլորիդ ինչքան կարող եմ եւ ինչպես կարող եմ եւ բոլոր միջոցները օգտագործում եմ դրա համար տեղյակ պահեմ նրա մասին, թե ինչ է տեղի ունեցել Վրաստանում, ինչ վտանգներ կան այս առումով եւ ինչպիսի իրավիճակ եղավ, որ հայ հանրությունը մենք բոլորս կարողանանք պահել եւ պաշտպանել հայկական պետությունը եւ պետականությունը։ Ասեմ ձեզ, որ Վրաստանից ինձ շատերն են խնդրում, վրացիք, որ ես փոխանցեմ հայ հանրությանը նաեւ սա, որ իրանք հույս ունեն, որ Հայաստանը չի խափնվի այդ նոր եւ հին, որովհետեւ Վրաստանը դրանով անցել է ռուսական սցենարին եւ դրա շնորհիվ կկարողանա հստակ պահպանել այն օրակարգը, որը Հայաստանը այսօր ունի։ Հայաստանը շարժվում է դեպի ինքնիշխանություն, դեպի Միացյալ Նահանգների եւ Եվրոպայի հետ մոտ հարաբերություններ, միջև ռուս օլիգարխ Իվանիշվիլին խոստանալով ամենալավն ու բարին, խոստանալով հարստություն բոլոր քաղաքացիներին, ասելով, որ ինքը կուշտ է, որ իրեն որևէ բան Վրաստանի պետությունից պետք չէ եւ ինքը փորձելու է հարստացնել պետությունը եւ բոլոր քաղաքացիներին, արել է դրա հակառակը։ Խոստումները որևէ գին չունեն, հարգելի այլնկիցներ։ Գին ունի միայն մեկ բանը եւ ես դες դա ուղիղ ասում եմ, դա վստահությունն է, որը դուք ձևավորում եք անձի հանդեպ եւ այդ վստահությունը պետք է տարիների ընթացքում այդ անձը ստանա ձեզանից, որ կարողանա կուտակել այդ վստահությունը եւ որ մարդիկ իրան ոչ թե հավատան իր խոսքերին, այլ վստահեն, որովհետեւ գիտեն ում հետ գործ ունեն։ Ես շատ ուղիղ կլինեմ, որ ես շարժվում եմ անձամբ հենց այդ ճանապարհով եւ տարիների ընթացքում փորձում եմ հենց այդպիսի վստահություն ձևավորել, որովհետև ամենաթանկը դա է, այդ ուղղությունն է եւ այդ հիմքն է մեր հարաբերությունների եւ իմ գործունեության, բայց պարոն վարչապետը նաեւ նույն բանը արեց։ Վերջի տարիների ընթացքում դուք նաեւ տեսաք, թե ինչպիսի մոտեցում ինքը շարունակեց ունենալ հայ ազգի հանդեպ եւ դա նաեւ վստահության հիմքն է, որովհետեւ մենք գիտենք Նիկոլ Փաշինյանը ինչ մոտեցումներ ունի։ Եվ արեք չխոսենք այն խնդիրների մասին հիմա, որը կա, այլ խոսենք նրա մասին, թե ինչքանով է տարբերվում այս իրականությունը հնարավոր սցենարներից։ Եվ ուստի հավատացեք ոչ թե նրան ինչ մարդ ձեզ կառաջարկի, ինչպես խոստում նախընտրական, այլ նրան թե ինչքան եք դուք իրան վստահում, անձամբ ինչ գիտեք իր մասին եւ գործով ինչ է ապացուցում։ Վարչապետը ապացուցեց, մենք տեսնում ենք ինչպիսի պատմական գործընթացներ են տեղի ունենում Հայաստանում, կլինեն դա կարևորագույն ներդրումները, կլինեն դա իհարկե կարևորագույն լոգիստիկ ծրագիրը եւ ես համամիտ եմ իր հետ, որ Հայաստանը ծայրագավառից դառնում է կենտրոն եւ ուղիղ ասեմ Վրաստանը ցավոք նաև զուգահեռ եւ դա կարելի է թույլ չտալ եւ Հայաստանի հետ միասին գործել, բայց օլիգարխի պատճառով Վրաստանը կենտրոնից դառնում է ծայրագավառ։ Մենք ունենք հսկայական նաև հնարավորություններ, տեսնում ենք ռազմական ոլորտում զարգացումները, ինչպես տեղական արտադրության, այդպես էլ պաշտպանողական հատուկ այդ գոտիների եւ այլն։ Տենում ենք պետական սահմանի ամրապնդում եւ տենում ենք խաղաղություն, այսինքն այդ ամենը փաստեր են։ Եվ ես իհարկե հորդորում եմ ձեզ, որ հավատացեք փաստերին, այլ ոչ թե ռուս օլիգարխի
խոստումներին, որոնք կարող են լինել անսահմանափակ։ Չկա որևէ խոստում, որը Սամվել Կարապետյանը չի կարող ձեզ տալ, որովհետև ինքը գիտի, որ որևէ պատասխանատվություն չի ունենա կատարելու։ Ինչպես եք պատասխանատու իրան պահելու, Իվանիշվիլու պես ձևավորելու է այնպիսի համակարգ, որի շնորհիվ անհնար կլինի հայ ազգի կողմից որևէ պատասխանատվություն։ Բռնապետական համակարգը այսօր Վրաստանում, արհեստական բանականության տեսախցիկների միջոցով վերահսկվող փողոցները Վրաստանում, ցույցերի վրա դուրս գալու համար 2000 ԱՄՆ դոլար մեկ անգամ, մեկ ցույցի, մեկ օրվա տուգանք, ինձ են նաև տուգանել, Facebook-ում գրառումների համար տուգանքներ, իհարկե անօրինական, որևէ մեկը ինձ են տուգանել նաև, եւ դուք հասկանում եք, գիտեք, որ որևէ դեպքում դա չէր կարող օրենքը խախտելիս լինել, որովհետեւ ես ունեմ իրավական նաև այսպիսի փորձ, իմ ուսումը վերաբերվում էր ինչպես միջազգային հարաբերությունների, այդպես էլ չեմ հաճախ ասում, բայց միջազգային եւ հանրային իրավունքին, ինչպես երկրորդ մասնագիտություն եւ հետո արդեն մագիստրոսի մակարդակով դա վերաբերվում էր նաև պետական կառավարմանը, այսինքն ես գիտեի իհարկե ինչպես անել, որ ինձ որևէ դեպքում չտուգանեին, բայց միևնույնն է տուգանեցին, որտեղ համակարգը բռնապետական է եւ բռնապետությունը ահռելի մեծ վտանգ է։ Չհավատանք խոստումներին ռուս օլիգարխի, չխափնվենք նրան, ինչուն խափնվեց վրաց ժողովուրդը, որը ձեզ իմ միջոցով նաև հորդորում է։ Թույլ չտաք օլիգարխը հայտնվի իշխանությունում։ Շնորհակալ եմ հարգելի հայրենակիցներ ուշադրության համար, չենք մոռանում անպայման լայքել այս վերլուծությունը, գրեք ձեր մեկնաբանությունները եւ բաժանորդագրվեք, կհանդիպենք, ցտեսություն։